Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս Կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք մենք, նոր կտակարանից մեր ուսումնասիրություններն են կատարում, նամակ Գաղատացիներին 2-րդ գլուխ 7-ից 21 համարները։ Եթե մեզ հետևում եք, գիտեք, որ մեր առաքելությունը հիմնված է սովորեցնել եւ աշակերտել Աստծո խոսքով։ Եվ ինչպես միշտ մենք բոլորին քաջալերում ենք, որ ավետարանության պարտականությունը միմիայն եկեղեցու ղեկավարների վրա չի հիմնված, այլ բոլորիս վրա է եւ այդ պարտականությունը բոլորիս է տված։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս մենք մեր վկայությունը մեր արարքներով, մեր խոսքերով, մեր մտքերով մենք փառաբանենք ու շնորհակալություն հայտնենք Տիրոջը եւ դրանով էլ մարդիկ տեսնեն մեր հավատը եւ լինելով մենք падգամավորներ Հիսուս Քրիստոսի, անհրաժեշտ է, որ այս վկայությունը մենք շատ լուրջ եւ զգոն կերպով իրականացնենք։ Եվ ինչու ենք սա ասում, որտեվ այսօրվա մեր սերտողությունը հիմնված է հենց այս վկայության վրա։ Վերնագիրն է «Քո վկայությունը ինչ արդյունք ունի եւ զգուշացիր ու ուշադիր եղիր հավատի քայլի մեջ»։ Ուրեմն, ինչպես ասացի, մեր վկայությունը շատ կարևոր է եւ մեր վկայության միջոցով մարդիկ կարող են քաջալերվեն հավատքի նկատմամբ կամ ընդհանրապես հիասթափվեն։ Եվ այսօրվա սերտողության մեջ մենք կտեսնենք, որ մեր եկեղեցու, այսինքն հավատի եկեղեցու այս սյուները, որի մասին Պողոս առաքյալը կշեշտի, նրանք սկսեցին թուլանալ եւ անում էին այն, ինչ որ հակառակ էր հավատքի սկզբունքներին։ Ու ավելի մանրամասն խոսենք, թե իրենց արարքներով ինչ արդյունք ուներ եւ ինչ կատարվեց եւ ուրիշները կողքից նայելով ինչ սկսեցին նրանք էլ նույնպես անել։ Ուրեմն ասեմ նաեւ, որ այս հենց պատճառի համար մենք պետքա մեր հավատքի կյանքը շատ լուրջ կերպով վարենք եւ ժամանակ չկա, որ նույնիսկ մի պահ թուլանալու դեպքում մենք գիտենք սատանեն օգտագործում է այս առիթները իր քայքայիչ եւ վնասակար նպատակների համար։ Հիմա եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի պատվական մեծ սուրբ անունով, շնորհակալություն ենք հայտնում, որ այս հնարավորությունը ունենք տեխնոլոգիան օգտագործելով եւ այս առաքելությունը, որ մեզ տվել ես, Տեր, իրականացնելու համար, որպեսզի սովորեցնենք եւ աշակերտենք Աստծո խոսքով, քո խոսքով, Տեր։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ յուրաքանչյուրիս աշակերտես քո խոսքերով։ Աղոթում եմ, որ այսօրվա սերտողությունը միմիայն Սուրբ Հոգին թող մեզ դասավանդի եւ Տեր, խնդրում եմ, որ օրհնանք լինի բոլորի համար։ Աղոթում եմ այս ամենը Հիսուսի անունով, ամեն։ Հարգելիներս, մի կարևոր խոսք ունեմ ձեզ փոխանցելու։ Խնդրենք, որ ուղղակի մեր առաքելության համար էլ աղոթող լինեք եւ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ եւ հարցեր կա, որ առաջացել է այս ընթացքում։ Խնդրենք, որ մեր համար աղոթեք, որ Տերը մեզ օգնի, առաջադիմենք եւ սատանու հարձակումներից ազատվենք, քանի որ բավականին լուրջ խնդիրներ ենք տեսնում տեխնոլոգիայի առումով, որը որ պետք է նորմալ ձևով աշխատեր, հենց սերտողությունները պատրաստելիս բավականին մեծ խնդիրներ ու խնդիրներ է առաջանում, հետևաբար շնորհակալ կլինեինք, որ մեր համար աղոթեք, որպեսզի մենք կարողանանք շարունակաբար չորեքշաբթի եւ կիրակի օրերը ժամանակին, նորից ասեմ, ժամանակին հասցնենք, որպեսզի ձեր համար այս թողարկումները անենք եւ մեր առաքելությունը շարունակենք։ Եկեք ուրեմն սկսենք 7-րդ համարից։ Գաղատացիներ 2-րդ գլուխ 7 համար։ Այստեղ գրած է. «Այլ ընդհակառակը, երբ տեսան, որ անթլպատներին ավետարանելն ինձ է վստահված, ինչպես Պետրոսին թլպատվածներին, որովհետև նա ով թլպատվածների մեջ առաքելության արժանացրեց Պետրոսին, նա ինձ էլ հեթանոսների մեջ արժանացրեց։ Եվ երբ իմացան ինձ տրված շնորհի մասին, Հակոբոսը, Կեպասն ու Հովանեսը, որոնք եկեղեցու սյուներն էին համարվում, ինձ ու Բարնաբասին ձեռք մեկնեցին ի նշան հավանության մեր հեթանոսների մեջ լինելու, իսկ իրենք թլփատվածների, միայն թե աղքատներին հիշեինք, ինչ էլ հենց ջանացի կատարել»։ Ուրեմն հարգելիներս, Պողոս առաքյալը այս համարների մեջ, քանի որ
իհարկե լսարանը Գաղատայի եկեղեցին է եւ նրանց է գրում, իհարկե բոլորիս համար է, քանի որ Սուրբ Հոգին է հեղինակը Աստվածաշունչի, բայց Պողոս առաքյալը այստեղ վերահաստատում է իր իշխանությունը, որը տրված է Աստծուց։ Քանի որ եթե հետևում եք մեզ, գիտեք, որ առաջի գլխի մեջ եւ երկրորդ գլուխ 1-6 համարներում խոսեցինք սուտ վարդապետների մասին եւ ինչ էր կատարվում այն ժամանակ Գաղատայի եկեղեցիներում, որ այս նախկին փարիսեցիները, ովքեր որ Հիսուսին էին ընդունել, մտել էին հավատքի մեջ, պարզապես պնդում էին, որ պետք է բոլորը թլփատվեն եւ պետք էին հեթանոսներն նույնպես հետևեին օրենքը։ Եվ Պողոս առաքյալը լուրջ կերպով դեմ առավ դրան, որովհետև ասեց, որ օրենքով փրկված չես, այլ Տիրոջ շնորհով Հիսուս Քրիստոսով ենք մենք փրկված, հետևաբար արարքներով փրկված չենք, այլ շնորհով։ Հենց այդ պատճառով էլ նա պայքարեց այս ուժերի դեմ եւ երբ որ այս նամակը նա պատրաստեց եւ գրեց այդ եկեղեցիների համար, այդ շրջանի, Գաղատիայի շրջանի համար, նա ուզում է ասել, որ արտոնությունը ինձ տրված է հենց Աստծու կողմից եւ ճանաչված առաքյալների, մյուս առաքյալների կողմից։ Հետևաբար այն նույն Աստված, որ Պետրոսին կանչեց հրեաների համար, ինձ էլ կանչել է հեթանոսների համար, ոչ հրեաների համար։ Սա կարևոր կետ է, որովհետև նա ուզում է ասել, որ ինչ որ նա խոսում է եւ քարոզում է, Աստծուց ընդունված է, առավել ասենք արտոնված է եւ Աստված է, որ նրան դրդում է այսպես խոսել եւ այս ուսմունքը տալ ոչ հրեաներին եւ իհարկե բոլորիս համար։ Ուրեմն դա էր միտքը եւ Պողոս առաքյալը այս հաստատումը կատարելով ուզում է ցույց տալ, որ նրանք ովքեր որ եկել են, չունեն նույն այս արտոնությունը, հետևաբար զգուշ եղեք եւ մի խափնվեք, մի տրվեք նրանց ստերին եւ իրենց սուտ վարդապետությանը։ Անցնենք 11 համարից կարդանք, բայց երբ Կեպասն Անտիոք եկավ, ես նրան հակառակվեցի, որովհետեւ մեղադրելի էր, քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ առանց խտրություն դնելու ուտում էր, բայց երբ նրանք եկան, առանձնանում էր եւ իրեն մեկուսացնում, վախենալով թլփատվածներից, եւ նրա հետ ուրիշ հրեաներ էլ կեղծավորություն արեցին այն աստիճան, որ Բարնաբասն էլ նրանց կեղծավորությամբ տարվեց։ Եկեք այստեղ մի պահ կանգ առնենք, ուրեմն տեսնում ենք, որ Կեպաս, որ ասում է, Կեպասը նույն Պետրոսն է, եւ Պետրոս առաքյալը փաստորեն վախեցած էր կամ վախենում էր, ինչպես որ մեզ Աստծո խոսքի մեջ է բացատրում այստեղ եւ Պողոսի բացատրությունն է այստեղ տրված, նա ազատություն ուներ հրեաների, այսինքն ոչ հրեաների հետ, հեթանոսների հետ, նրանց հետ կուտեր, խմեր եւ առանց որևիցե խնդիր կաշկանդվելու կամ ինչ որևիցե հարցերի հետ կապված եւ ընդհանրապես ասեմ, որ օրենքի կանոնն էր այն ժամանակ հին ուխտի մեջ, որ հրեան հեթանոսների հետ սեղան չէր նստի, որտեվ համարում էին պղծություն։ Ու հիմա Պետրոս առաքյալներ այս կեղծավորությունն էր կատարում, որովհետև երբ որ հրեաները ներկա չէին, ազատ ինքը հեթանոսների հետ ժամանակ էր անցկացնում, իրենց հետ հաց կկիսեր, բայց երբ որ գալիս էին հրեաները, նա անցնում էր ինչ որ մի դերի մեջ էր մտնում եւ անում էր այն, ինչ որ համարվում է կեղծավորություն։ Եվ ասացի պես ոչ միայն նա էր ինքն էր միայն սխալ գործողը, այլ կողքից ուրիշներն էլ, որ տեսնում էին նամանավանդ Բարնաբասի նման մի հսկայական հավատացյալ, որ Պողոսի հետ առաքելություն էին իրանք կատարում, նա էլ սկսեց այդ կեղծավորությամբ տարվել։ Ուրեմն սա մեզ ինչ է սովորեցնում։ Մի քանի կարևոր բան։ Առաջինը ցույց է տալի, որ մեր վկայությունը այնքան կարևոր է եւ այնքան ազդեցուցիչ է եւ ազդեցիկ է, քանի որ կողքից մեզ նայողները կարող են նրանք էլ կրկնօրինակել մեր վարքերը եւ մեր մոտեցումը, մեր խոսքերը եւ ընդհանուր առմամբ մեր այս վկայությունը։ Հետևաբար
անհրաժեշտ է, որ մենք ուշադիր լինենք, զգոն լինենք եւ աշխատենք Տիրոջ կամքի մեջ լինել, չմեղանչենք Տիրոջ առջև, այսինքն մեղք չգործենք Տիրոջ առջև, հետեւաբար կլինի շատ լուրջ հետևանքներ, այսինքն հետևանքները այն են, որ մարդիկ այս տեսնելով կարող են իրենք շեղվել հավատքից եւ իրենք էլ անցնեն Քրիստոսին հակառակ ճանապարհներով։ Այս պահին Պողոս առաքյալը ասում է, որ նա ուղղակի հանդիմանեց, հակառակվեց նրա հետ, որովհետև արածը սխալ էր։ Եվ ինչ կատարվեց։ Նա խոսեց դրա դեմ։ Եվ շարունակենք 14 համարի մեջ գրած է, բայց երբ տեսա, որ ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն ընթանում, բոլորի առաջ կեպասին ասացի, եթե դու հրեա լինելով հեթանոսի պես ես վարվում եւ ոչ թե հրեայի, ել ինչու ես հեթանոսներին ստիպում, որ հրեայի պես վարվեն։ Ուրեմն Պողոս առաքյալը մեզ ցույց է տալի, որ մենք պարտականություն ունենք, պատասխանատվություն ունենք։ Այդ պարտականությունն ու պատասխանատվությունը մեզ ստիպում է, որ առաջի հերթին մենք լավ իմանանք Աստծո խոսքը, երկրորդ հերթին սիրով եւ ամենակարևորը սիրով եւ այսինքն խրատի առումով եւ նկատողության առումով մենք կարող ենք դեմ առնել այսպիսիներին։ Երբ որ սխալ են գործում, մենք կարող ենք գնալ ասել եղբայր արածդ այսինչ բաները Աստծո խոսքին համաձայն չի, համապատասխան չի, ուղղակի որ սիրով մոտեցումը եւ ուղումը անհրաժեշտ է եկեղեցու մեջ։ Ուրեմն նշանակում է այն, որ մենք էլ պետք է նախևառաջ Աստծո խոսքը լավ իմանանք, որպեսզի ճիշտ մոտեցում ունենանք եւ ճիշտ քննադատենք կամ ճիշտ դատողություն մենք անենք։ Ուղղակի մեր նպատակը այն չի ամեն մեկի բիծը ման գանք եւ եթանք մեր մատը ուղիղ ցույց տանք նրանց եւ այսինքն իրենց ամեն մի թերությունը մեջտեղ բերենք, խոսքը դրա մասին չի, խոսքը սուտ վարդապետության կամ լուրջ սխալների մասին է։ Եթե եղբայրը մի բա սայթակի, դա հասկանալի է եւ պետք է պատրաստ լինենք օգնել, բարձրացնել եւ ճիշտ ուղղության վրա դնել։ Ոչ թե քննադատողական անընդհատ այդ մարդու սխալները անընդհատ այդ մարդու առջև բերենք, այդ մարդուն անընդհատ մենք մատով ցույց տանք իր բոլոր սխալները։ Խոսքը դրա մասին չի։ Ինչպես որ տեսնում ենք Պետրոսը այլ ձև էր վարվում հեթանոսների հետ եւ այլ ձև հրեաների հետ, որը չէր համապատասխանում Տիրոջ նպատակներին եւ կամքին։ Ու երկրորդ հերթին այստեղ քանի որ հարցը հեթանոսներին դեպի օրենք տանելը եւ թլփատության մասին է խոսքը, ասում է Պողոս առաքյալը, ինչպես ես դու ստիպում նրանք անեն այն, ինչ որ դու ինքդ չես անում։ Օրինակի համար, եթե ասում դու հեթանոսների մեջ ազատ ես, բայց նրանց պարտադրում ես կամ ընդհանրապես դու ազատ ես եւ ազատվել ես ընդհանրապես օրենքի կապանքներից, դու հեթանոսներին ստիպում ես, որ նրանք մտնեն օրենքի ծանրության տակ, որ նրանց ընդհանրապես այսինքն այլևս առաբան չի, կարևոր չի, այլևս օրենքը հետևելը հիմնական կետը չի, ոչ էլ ընդհանրապես հին ուխտը, որովհետև հին ուխտը ավարտվեց, վերջացավ նոր ուխտով։ Ու քանի որ դա այլևս կարևոր չի, կարևորությունը Հիսուս Քրիստոսն է եւ ուղղել դեպի Հիսուս Քրիստոս, պարզապես Պողոս առաքյալը սրա մասին է խոսում եւ ասում է անկարելի է։ Անցնենք առաջ 15 համարից սկսած գրած է մենք որ ի ծնե հրյաներ ենք ոչ թե մեղավոր հեթանոսներից գիտենք որ մարդ օրենքի գործերով չի արդարանում այլ միայն Հիսուս Քրիստոսի հավատով եւ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք որպիսի Քրիստոսի հավատով արդարանանք ոչ թե օրենքի գործերով որովհետեւ օրենքի գործերով ոչ ոք չի արդարանա ու պարզապես Պողոս առաքյալը այստեղ մեզ հայտնում է, մեզ տալիս է հավատքի սկզբունքը։ Որն է հավատքի սկզբունքը։ Հիսուս Քրիստոսով ենք արդարացած եւ հավատով ենք արդարացած, ոչ թե գործերով, ոչ թե հետևելով
օրենքը։ Եվ այսօր գիտեք կան եկեղեցիներ, որ պնդում են, որ պետք է արարքներ կատարել եւ վերջում օրինակի համար կտեսնենք, թե Աստված կընդունի կամ չի ընդունի դրախտ։ Ու Պողոս առաքյալը դրան հակառակն է քարոզում այստեղ։ Եթե Աստծո խոսքը մենք բացենք ու շատ լրջորեն ուշադիր կերպով կարդանք, կհասկանանք, որ Աստծո խոսքը շատ պարզ ձևով բացատրում է, թե ինչպես ենք մենք ձեռք բերում փրկություն։ Փրկությունը ձեռք ենք բերում մենք Հիսուսին հավատալով եւ արդարանում ենք մենք Հիսուսով, նրա թափված սուրբ այրունով, բերանով էլ խոստովանում ենք, դավանում ենք մեր փրկության համար։ Ուրիշ ճանապարհ չկա։ Այնպես չէ, որ պետք է 10 անգամ այս բաներն անես կամ այսենց անես կամ այնենց անես, որ ինչ որ միգուցե հնարավորություն տա, որ երբ որ մահանաս, Աստված դուռը բացի եւ քեզ ներս թողի, որ մտնես դրախտ։ Այդպես չէ։ Երբ որ մենք Հիսուսին ընդունում ենք, մենք Հիսուսինն ենք դառնում։ Երբ որ մենք ապաշխարում ենք, վերստին ծնունդ ենք ունենում, մեր հին մարդուն մենք թաղում ենք եւ նոր մարդով մենք վեր ենք կենում, ինչպես որ մկրտության խորհրդանիշն է խորասուզվել ջրի մեջ, այսինքն մահվան դնել հին մարդուն եւ վեր կենալ որպես նոր մարդ եւ Հիսուս Քրիստոս, որ նա է մեր մեջ ապրում, իրանն ենք եւ մեր անունը գրած է Քրիստոսի կյանքի գրքի մեջ։ Ուրեմն, երբ որ դա իրականացվում է, մենք կարող ենք վստահ լինել մեր փրկության վրա, ոչ թե կասկածել մեր փրկության վրա։ Կասկածանքը, երկմտությունը, Տիրոջը չհավատալը, չվստահելը եւ այս նման բաները սատանուց է, որովհետեւ նա ուզում է մեզ ամեն րոպե, ամեն վայրկյան խաբել ու հեռացնել Աստծո խոսքից։ Ուրեմն 17 համարի մեջ գրած է. իսկ եթե մենք, որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ մեղավոր կգտնվենք, ուրեմն Քրիստոսը մեղքի սպասավոր է, քավլիցի, որովհետև եթե այնինչ քանդել եմ, վերստին կառուցեմ, ապա ինքս ինձ մեղավոր եմ ցույց տալիս, որովհետև ես օրենքի միջոցով մեռա օրենքի համար, որպեսզի Աստծու համար ապրեմ։ Ես Քրիստոսի հետ խաչվեցի եւ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ Ուրեմն հարգելիներս, Պողոս առաքյալը բացատրում է, որ եթե մենք արդեն վերջ ենք դրել, այսինքն մենք ասելով նկատի ունենք Քրիստոս մեր Տերը վերջ է տվել հին ուխտին, ինչու հետ պետք է գնալ վերակառուցել հինը, որ արդեն անցել ենք հնից, մտել ենք նորը եւ նոր ուխտի մեջ այլևս պետքություն չկա այդ ծանրությունը կրել եւ այնպիսի բանի հետևից գնալ կամ հետևել, որը մեզ փրկության չի տանելու։ Եվ ընդհանրապես ասենք, հիշեցնենք բոլորին, որ նպատակը օրենքի այն էր, որ ցույց տար մեր մեղքերը, ցույց տար, որ մենք մեղավոր ենք եւ ցույց տար այդ զոհի միջոցով, որ անընդհատ կատարում էին, այդ ուղակի նախադիպարն էր Քրիստոսի, որ նա կլիներ վերջին զոհը։ Եվ քանի որ Քրիստոս կատարյալ է, կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված, Հայր Աստված նրա զոհը ընդունեց եւ մեկընդմիշտ Հիսուս Քրիստոսով մենք փրկված ենք։ Ուրեմն Պողոս առաքյալը նորից բացատրում է եւ սահմանում է հավատքի այս սկզբունքները, նորից վերհիշեցնում է Գաղատայի եկեղեցիներին, որ փրկությունը միմիայն Հիսուսով է եւ պետքություն չունենք մենք օրենքին գնալ, հետեւաբար մի հետևեք սուտ վարդապետներին։ Եվ վերջի կետն էլ այստեղ նորից 20 համարից սկսեն գրած է. ես եւ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց։ Ես չեմ անտեսում Աստծու շնորհը, քանզի եթե արդարությունը օրենքի միջոցով է գալիս, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ։ Նորից պարզ բացատրում, եթե օրենքը պետք լիներ հետևել, ուրեմն անիմաստ էր Քրիստոսի գալը եւ Քրիստոսի խաչելությունը։ Ու այստեղ ձեզ ասեմ, որ այս լուրջ պայքարը, որ Պողոս առաքյալը մղում է ուղակի այս սուտ վարդապետների դեմ,
Մեզ բոլորիս պետք է դա օրինակ լինի։ Տեսեք, ինչպես որ Պետրոսը օրինակ էր, բայց վատ օրինակ Բարնաբասին, Պողոսը օրինակ է եւ լավ օրինակ մեր համար, որպեսզի մենք ճիշտ ուղղության վրա գտնվենք։ Եվ անշուշտ բոլորս ենք սխալվելու։ Իհարկե Պետրոսի դրդապատճառը նա ուզում էր ուղակի հաճոյանալ այն խմբին, այն մասային, որին տրված էր իրեն աշակերտելու եւ քարոզելու, հովիվություն կատարելու, բայց տեսեք, որ մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ճնշման տակ գտնվենք ու ստիպված լինենք զիջել մեր դիրքորոշումը Տիրոջ նկատմամբ եւ մեր սկզբունքները։ Ուրեմն ասեմ ձեզ, որ ուշադիր պետք է լինենք մեր վկայության հետ կապված, մեր քայլերի հետ կապված, մեր խոսքերի հետ կապված, որտեղ կողքից նայում են եւ կարող է հիասթափանք լինել նրանց համար, ովքեր որ ձգտում են Տիրոջը հասկանալ, բայց տեսնում են, որ նրանք, ովքեր որ Հիսուսի անունն են տալիս, 10 անգամ ավելի բեթար, ավելի վատ մեղքերի մեջ են գտնվում եւ միայն անունով են քրիստոնյա, այլ ոչ մի արարքով եւ ոչ մի խոսքով նրան չես տարբերի անհավատից։ Աղոթում եմ, որ Տերը ձեզ առատորեն օրհնի, զորացնի եւ մինչեւ մյուս հանդիպում։ Ամեն։